Այն որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Բանակում վերջին շրջանում գրանցված սպանությունների եւ ինքնասպանությունների դեպքերը կրկին օրակարգ են բերել զինծառայողների կյանքի ու անվտանգության պատասխանատվության հարցը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշում է, բանակում արձանագրվող մահերի համար իրեն պատասխանատու համարելը նորություն է։ Մինչդեռ ոլորտի մասնագետները խնդիրը դիտարկում են ավելի լայն համատեքստում, մատնանշելով բարոյահոգեբանական մթնոլորտը, հրամանատարական վերահսկողությունը եւ զինծառայողներին տրամադրվող աջակցության արդյունավետությունը։ Քանի որ խնդիրները խորքային են, ապա պատասխանատվություն կրում են ամենաբարձր մակարդակի մարդիկ։ Խորքային ասելով ես նկատի ունեմ, առաջին հերթին չի կարող երկրում տիրող մթնոլորտը չազդել բանակի վրա եւ մանավանդ որ երկրում տիրող մթնոլորտի ատելության խոսքի ամբարտավան խոսքերի հայհոյոխոսության գագաթնակետում կանգնած են երկրի ղեկավարները եւ նաեւ այս տարիների ընթացքում կադրային քաղաքականության մեջ նրանք ցույց են տվել, որ այդ կադրային քաղաքականությունը վարում են ավելի շատ հնազանդվելու, ավելի շատ յուրայիններին պաշտոնի նշանակելու։ Սուրեն Պապիկյանն անդրադառնալով բանակում վերջին շրջանում գրանցված սպանությունների եւ ինքնասպանությունների դեպքերին դրանք անվանել է համակարգային խնդիր եւ նշել, նման դեպքեր բանակում եղել են նաեւ նախկինում։ 2026-ի առաջին 8 ամիսներին զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահ, դրանցից 8-ը ինքնասպանության, 3-ը սպանության դեպքեր են։ Ինքնասպանության 8 դեպքերից 6-ը, իսկ սպանության 3 դեպքերից 2-ը զինվորական ծառայության հետ են կապված։ Կեսը այդ հարցի պետքա բանակը դրանով զբաղվի, կեսը պետքա զբաղվի երևի կրթական օրինակ համակարգը Հայաստանի մինչև մարդիկ դառնում են 18 դպրոցի օրինակ համակարգը ավելի պետքա դրանով զբաղվի, բայց դրա համար սենց ասենք բնականաբար պաշտպանության նախարարն էլ ինչ որ չափով այդ հարցով պետքա զբաղվի, տաբի պետը բանակի։ Մասնագետների գնահատմամբ խնդրի հիմքում կարող են լինել մի շարք գործոններ, հրամանատարական վերահսկողության թերացումներ, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ոչ կանոնադրային հարաբերություններ եւ զինծառայողների նկատմամբ ճնշումներ։ Հիմա եթե մենք վերցնենք սա 30 տարվա ստատիստիկան, այս տիպի մահերի, մենք տեսնենք, որ միշտ նվազել է, այդպես դինամիկան որ վերցնենք, ամենաշատը եղել է 90-ականներին, հետո որ այդպես նայենք, միշտ նվազում է։ Բարոյահոգեբանական ապահովումը սակայն միայն բանակում ընդհանուր մթնոլորտի գնահատումը չէ։ Պաշտպանության նախարարության համակարգում գործում է համապատասխան ծառայություն, որի գործառույթներից են զինծառայողների հոգեբանական կայունության պահպանումը, հնարավոր խնդիրների վաղ հայտնաբերումն ու հոգեկան վիճակի վերականգնմանն ուղղված աշխատանքը։ Ուստի առանցքային հարցն այն է, որքանով է այս համակարգը գործում որպես կանխարգելիչ մեխանիզմ եւ այն կարողանում է խնդիրները բացահայտել ու հասցեական աջակցություն տրամադրել մինչև ճգնաժամային իրավիճակի առաջացումը։ Գնդերեցը ոչ միայն ուղակի այնտեղ աստծո խոսքն էր, այսպես ասած, տարածողը կամ տարածում, այլ նաև ավակ ընկերեր իրենց համար խորհրդատու մարդ ու մոտ իրենք կարող էին զինվորները, սպաները կարող էին այսպես ավելի անկեղծ զրույց ունենալ, իսվել իրենց խնդիրներով, իրենց մտահոգող հարցերով եւ այդ դրա բացակայությունը նաև այսպեսի կլինիկային կարծես թե բան է ստեղծում, իրավիճակ է ստեղծում եւ չկա մեկը, ում կարող ես վստահել, ով կարող է հասկանալ քեզ։ Բանակում հոգեբանական եւ բարոյական աջակցության հարցը վերջին ամիսներին քննարկվում է նաեւ հոգեվոր ծառայության ձևաչափի փոփոխության համատեքստում։ Փետրվարի 1-ից Պաշտպանության նախարարության համակարգում դադարեցվել է Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգեվոր ծառայողների գործունեությունը։ Նախկին մոդելի փոխարեն ներդրվել է նոր համակարգ, որի շրջանակում հոգեվոր ծառայությունը կազմակերպվում է զինված ուժերի գլխավոր շտաբի բարոյահոգեբանական ապահովման համակարգում։ Այս փոփոխության պայմաններում մասնագետները հարց են բարձրացնում. եթե նախկինում զինծառայողը կարող էր նաև գնդերեցի հետ առանձնազրույց ունենալ եւ հոգեվոր աջակցություն ստանալ, ապա այսօր ով է իրականացնում այդ գործառույթը եւ ինչպես է ապահովվում դրա հասանելիությունը։ Գնդերեսների ներկայությունը եւ իրենց աշխատանքն ու ծառայությունը բավականին լուրջ, այսպես ասած, դրական արդյունք էին տալիս եւ դրա փաստը մեր չէ որ պիտի ասենք, նույնիսկ իրենք էլ հրամանատարները կամ չգիտեմ պատասխանատու արդիկ, ովքեր այդ ոլորտի պատասխանատուներն են, իրենք էլ փաստեն, որ ինչքան էֆեկտիվ է եւ արդյունավետ է եղել գնդերեսների ծառայությունը։ Բնականաբար նաեւ դա էլ նպաստել է մեծ մասով, որ
նման դեպքերը ցավալիորեն շատանան բանակում, զորամասերում, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, անավանդ մարտական դիրքերում ցավալիորեն կարելի է նաև ասել, որ այո, գնդերեսների բացակայությունը, նրանց ծառայության բացակայությունը, հոգևոր առաջնորդության լուծարումը հենց նպաստեց նաև նրան, որ ցավալիորեն շատացան այդ դեպքերը։ Իշխանության ներկայացրած մոտեցման համաձայն հոգևոր ծառայությունը պետք է նոր ձևաչափով ինտեգրվի բանակի բարոյահոգեբանական ապահովման համակարգին, սակայն անկախ ձևաչափից առանցքային է մնում զինծառայողի վստահության հարցը։ Խնդիր ունենալու դեպքում նա պետք է հստակ իմանա, ում կարող է դիմել եւ վստահ լինի, որ իր ահազանգը կստանա պատշաճ արձագանք։ Բնակազմի հետ տարվա աշխատանքների գծով տեղակալները, սպա հոգեբանները, հրամանատարի սոցիալ-իրավական գծով սպա օգնականները եւ մանավանդ գնդերեցները, որովհետեւ պետք է այդ համակարգում իրենց յուրաքանչյուրը իրենց դերակատարությունն ունենան եւ աշխատեն։ Մանավանդ գնդերեցները, որովհետեւ անհանդուրժողականության հակառակ կողմը դա փոխադարձ հարգանքն է, փոխադարձ սերն է, փոխադարձ հանդուրժողականությունն է եւ ոչ ոք չի կարող գնդերեցների նման հաշվի առնելով իրենց ծառայության առանձնահատկությունը, իրենց խոսքի ազդեցությունը սեր եւ ընկերականություն սերմանել երկու զինծառայողների միջեւ։ Պաշտպանության նախարարությունը եւս վերջին օրերին ընդունել է, որ արձանագրվող խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ։ Պապիկյանը նշել է, որ մահվան դեպքերի մի մասը կապված է ոչ կանոնադրային հարաբերությունների եւ քրեական ենթամշակույթի հետ։ Սակայն մասնագետների գնահատմամբ հենց այստեղ է պատասխանատվության հիմնական հարցը։ Եթե խնդիրը բնութագրվում է որպես համակարգային, ապա դրա լուծումը եւս պետք է լինի համակարգային, արդյունավետ վերահսկողությունից եւ կանխարգելումից մինչեւ զինծառայողի հոգեբանական ու սոցիալական աջակցության հասանելի մեխանիզմներ։ Նախկինում նման դեպքերի առկայությունը չի վերացնում այսօր դրանք կանխելու եւ դրանց համար պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը։ Սեդամ Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։